Եվս մեկ անգամ ուզում եմ նշել եւ հիշեցնել, որ պրեպարատները շատ ավելի քիչ կարող են ազդել լյարդի վրա կամ այլ օրգան համակարգերի վրա եւ ավելի լավ ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա, քան օրինակ, չգիտեմ, շատ վախենալու բաներ չասեմ, բայց օրինակ ալկոհոլը Թեկուզ հենց ալկոհոլը կամ ճարպոտ սնունդը ավելի վատ ազդեցություն կարող է ունենալ լյարդի վրա, քան մի պրեպարատը, որը խմեցինք խոլեստերինի համար կամ զարկերակային ճնշում իջեցնելու համար։ Հետո հիշում ենք, ինչքան շուտ սկսեցինք խմել պրեպարատը, ինչքան առողջ ապրելակերպը կողքից կպցրեցինք այդ ամեն ինչին, այնքան ավելի քիչ պրեպարատների քանակություն ենք ունենալու։ Եթե չթողեցինք ծայրահեղ թվերի, բարձր թվերի դեկոմպենսացված երկար ընթացքի։ Մի միֆի էլ անդրադառնանք, շատ կարելի լսել, ասում են, պապս գյուղում շատ առողջ էր, մինչև 100 տարեկան ամեն օր 50 գրամ օղի էր խմում։ Մեկ էս միֆ է, թե արդյոք իսկապես օգտակար է լինում։ Գլխուղեղի համար չկա թույլատրելի դոզա ալկոհոլի։ Այսինքն չկա այնպիսի չափաբաժին ալկոհոլի, որը վատ անդրադարձ չունենա մեր գլխուղեղի առողջության վրա։ Այնպես որ չկա այդպիսի մի գրամ, այդպիսի մի խմիչք, որ ես ձեզ ասեմ, այ որ դուք այս խմիչքը օգտագործեք, սա ավելի օգտակար է։ Էլի պրոպագանդայի հետևանք է, որ գինին համարվում է ավելի առողջարար, քան մնացած խմիչքները, բայց միևնույնն է, գինին եւս բացառություն չի, պետք է այստեղ էլ հիասթափեցնեմ, իրոք չկա այդպիսի չափաբաժին։ Այնպես որ ոչ ալկոհոլից չի, որ գյուղացիները կարող են ավելի երկարակյաց լինել։ Երկարակյացության վրա շատ բան է ազդում, բայց այս պահին ապացուցված է աշխարհի ամենաերկարակյաց մարդիկ Ճապոնիայում են գտնվում, Հոնկոնգում են գտնվում, հա, Արևելքում են գտնվում եւ այնտեղ երբ հետազոտում էին ինչի հետ էր կապված այդ երկարակեցությունը, համեմատեցին առողջապահության համակարգը եւ տեսան, որ աշխարհի ամենալավ առողջապահական համակարգը ունեցող ազգերից մեկն է, ամենահասանելի առողջապահությունը, որ անգամ ամենասուր սիտուացիաների ժամանակ ամենաարագը կարող են արձագանքել եւ կյանքեր փրկել։ Ինչպես նաև առողջապահության համակարգով է պայմանավորված երկարակեցությունը, որտեղ մարդկանց ավելի լավ ենք տեղեկացնում, ավելի շուտ ենք բուժում, քրոնիկ հիվանդությունները կանխարգելում ենք եւ քրոնիկ հիվանդությունները, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունները պահում ենք ռեմիսիայի մեջ, պահում ենք հենց կառավարելի ենք դարձնում, այսինքն այնտեղ չունենք դեկոմպենսացիաված շաքարային դիաբետ, չկա բարձր թվերով զարկերակային հիպերտենզիա, անգամ եթե կա զարկերակային հիպերտենզիա, բոլորը իրենց պրեպարատները խմում են, բոլորը վստահում են առողջապահությանը, բոլորը վստահում են, այդ վստահությունն է նաև շատ կարևոր, որովհետև այդ վստահությամբ է գալիս, երբ որ առողջապահության համակարգն ասում է, որ պետք է վակցինացվել, այն երկրները, ովքեր որ չեն վստահում իրենց պետությանը, այն երկրները, ովքեր չեն վստահում իրենց առողջապահությանը, ավելի քիչ են վակցինացվում, որովհետև մտածում են, որ իրենց խաբում են կամ ինչ որ, չգիտեմ, ինչ որ թույներ են ներարկում, հա, կամ նույնը զարկերակային հիպերտենզիայի պրեպարատները չեն օգտագործում, որովհետև կարծում են, որ կախվածության մեջ կընկնեն, այնինչ լավ գիտելիքներ եւ ինֆորմացիա չունեն։ Իսկ մենք գիտենք, որ հենց մենթալ առողջության համար, դեմենցիայի համար, հա, առողջ ծերություն ունենալու համար շատ կարեւոր է, որ մենք քրոնիկ հիվանդությունները կոմպենսացված պահենք եւ չհասցնենք դեկոմպենսացիայի, մենք ունենանք ճնշման լավ թվեր, խոլեստերինի նորմալ թվեր, անգամ եթե դրանք պրեպարատներով են։ Ձեր պացիենտներից, ձեր բուժառուներից տարեցներ հիմնականում ինչ խնդրով են գալիս եւ ինչպես է հնարավոր լինում սննդակարգի փոփոխությամբ հասնել դրական տեղաշարժի։ Դուք արդեն մի քանի հիվանդություն նշեցիք, որ բնորոշ են մեր երկրում տարեցներին։ Ցավոք սրտի տարեցները շատ դիմելություն չունենք տարեցների, եթե ես տարեցներ ունեմ իմ պրակտիկայում, երեխաները բնականաբար բերել են, այնտեղ արդեն ունենք ծանր խնդիրներ, ոչ թե սննդակարգի հետ կապված, այլ մենք արդեն ունենք քաշի հետ կապված ծնկոսկրերի, հոդերի հետ կապված խնդիրներ, երբ որ մենք արդեն, հա, պացիենտ արդեն պետք է գնա վիրահատությանն էլ չեն կարողանում գնալ քաշի պատճառով, այստեղ խիստ ցուցում է քաշի նվազեցումը, օստեոպարոզի խնդիրներ
խնդիրներով կարող են գալ, որտեղ որ սննդակարգելի մեծ նշանակություն ունի, կանխարգելումը մեծ նշանակություն ունի, քանի որ լսում եք դիետոլոգի եւ դիետոլոգը ամեն դեպքում ձեզ մոտ ասոցացվում է նիհարելու հետ, ուզում եմ նշել, որ բազմաթիվ դիետաները եւ շատ նիհարելը բերում է օստեոպորոզի ռիսկի ավելացման։ Իսկ մենք 40-ից հետո կանանց շրջանում օստեոպորոզը բավականին մեծ տարածվածություն ունի եւ Հայաստանում առավել եւս մեծ տարածվածություն ունի։ Օստեոպորոզի կանխարգելման համար շատ հեշտ կանխարգելում ունենք, շատ դիետաներ չենք անում, սոված չենք մնում, մարզվում ենք, ինչպես նաեւ կաթնամթերքի քանակությունը բավարար քանակության ենք պահում, այսինքն օրվա ընթացքում խորհուրդ է տրվում 2-ից 3 բաժին կաթնամթերք օգտագործելը բոլորիս տարեցներին առավել եւս 3-4-ա դառնում, այսինքն 40-ից հետո մենք խնդիր ունենք ավելացնելու կաթնամթերքի 2-3 բաժին, մի քիչ ավելի առարկայական, եկեք առարկայական, որքան այո, բացում։ եկեք հասկանանք, որ ճարպոտ կաթնամթերքները չեն մտնում կաթնամթերքների մեջ, այսինքն այստեղ երբ որ ասում ենք կաթնամթերքները շատացնել, ի նկատի ունենք սերուցքը եւ թթվասերը, հա, ռեժան, սերուց, թթվասեր, իրանք յուղերի մեջ ավելի շատ կնայենք իրանց, մենք այստեղ ի նկատի ունենք կաթը, կատնաշորը, պանիրը քիչ յուղայնության եւ մածունը, կեֆիրը, կատնաթթվային մթերքները, հա։ Եվ այստեղ եթե մենք գանք ամեն մեկի բաժինով, ապա 30 գրամ պանիրը 1 բաժին է, 2 մատի չափով, հա, եթե սենց բանով ասեմ, 2 մատի չափով կտոր այսպես ասած պանրի, 80-ից 100 գրամ կատնաշորն է 1 բաժին եւ 1 բաժակ մածունը կամ կաթը։ Այսինքն 200-250 մլ մածունը եւ կաթը 1 բաժին են։ Այսինքն առավոտյան եթե դուք կերակ որևիցե շիլա կաթով, հա, կամ խլոպյաներ, եկեք ավելի ժամանակակից ասեմ, հա, եթե խլոպյաներ կաթով, կամ թեկուզ սուրճի մեջ կաթ ավելացրեցիք, եթե երեկոյան մի բաժակ մածուն խմեցիք եւ օրվա ընթացքում մի կտոր պանիր կերակ, դուք 3 բաժին կատնամթերք ապահովեցիք, այդ արդեն շատ լավ է։ Բայց մարդիկ ունենք, որ բնականաբար այսքան կատնամթերք չեն օգտագործում, խնդրում եմ ուշադիր լինել, առավել եւս կանայք, առավել եւս 40-ն անց։ Հա, այստեղ մենք հստակ օստեոպորոզի ռիսկն ենք նվազեցնում, հավատացնում եմ ձեզ հիմնական ոտքերի ցավերով, շարժունակությունը նվազեցրած մեծահասակները հիմնականում այս խնդիրն են ունենում եւ ինչքան էլի եմ ասում, ինչքան շատ դիետաներ են արել, այնքան ռիսկը բարձրացրել է։ Ենք այս խնդրի։ Իսկ շաքարային դիաբետի, որ էլի մեր երկրում շատ տարածված է եւ զարկերակային գերճնշման պարագայում ինչ փոփոխություններ մտցնել սննդակարգում, փոխել, մեզ լսում են 65 տարեկան մարդիկ, մարզերում, Երևանում, ինչ փոխեն վաղվանից, ձեր ասած մեղմ ռեժիմով, ամիջապես չհրաժարվելով։ Այո, ամեն սննդընդունմանը անպայման ավելացնել բանջարեղեն կամ մրգեր, իրականում մրգերը շատ ավելի լավ է ավելացնել սննդակարգ, անգամ շաքարային դիաբետի ժամանակ պետք է մրգերը լինեն, որովհետև մրգերը պարունակում են բջջանյութ, չմարսվող կլիչատկա կոչվածն է, ֆայբեր, տարբեր լեզուներով եմ ասում, միգուցե ինչ-որ մեկ, ինչ-որ միտեղ կարդացել է այլ լեզվով, որտեղ բջջանյութը կարող է ականջին անհասկանալի ինչ-որ մի բան լինել, դա չմարսվող թելիկներն են միրգ բանջարեղենի միջի, որոնք որ դանդաղեցնում են ածխաջրերի ներծծումը, այսպիսով ավելի լավացնում գլյուկոզայի թվերի մակարդակը շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար։ Ինչպես նաև կարող են իրենց վրա վերցնել խոլեստերինի որոշակի քանակություն, հա, սննդի խոլեստերինի պարունակությունը եւ դուրս բերել օրգանիզմից, դրա համար զարկերակային հիպերտենզիայի ժամանակ եւս նախընտրելի է սրտային խնդիրների ժամանակ։ Սրտի ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս սրտային խնդիրների ժամանակ, զարկերակային հիպերտենզիայի ժամանակ, ինսուլտ, ինֆարկտ տարած մարդկանց օրական մինչև 1 կիլոգրամ միրգ բանջարեղեն ուտել։ Ամռան սեզոններին դա շատ հավանական է Հայաստանում, շատ համեղ միրգ եւ բանջարեղեն ունենք, բայց ձմռան սեզոններին ցավոք սրտի նկատում ենք, որ կարող է ամբողջ 3-4 ամիսների ընթացքում մինչև անգամ ապրիլ սննդակարգում ոչ մի գրամ միրգ բանջարեղեն չլինի։ Հա, այս ցավոք այդպես է եւ հենց սա էլ փորձենք սովորության նման անել, սովորություն ձեռք բերել եւ անկախ սեզոնից սառեցնելով այդ մթերքները հասկանում են, որ ձմռան սեզոններին մենք ունենք բնականաբար բարձր գին, մաչելի չեն բանջարեղեն
եւ մրգերը։ Իսկ ճիրը չի փոխարինում, չի կարող փոխարինել։ Փոխարինում է, իհարկե, դրա համար սառեցնենք մրգերը, բանջարեղենը, կարող ենք պահածոացնել, ինչու՞ չէ, եթե դրանց մեջ շատ ճարպ չենք ավելացնում։ Հա, օրինակ լոլիկը պահածոացված, հենց մեր լեչո կոչվածը պահածոացված, դա սովորական լոլիկը կարծես, հա, բիբարով պահածոացրել ենք։ Ոչ մի ճարպ չի ավելացել, քիչ քանակությամբ աղ կարող է, հա, եթե մենք առհասարակ բաների մեջ էլ ավելացնենք, ճաշերի կամ, հա, այլ մթերքների մեջ ավելացնենք, էլի տարբերակ է։ Մենք ունեինք շատ հետաքրքիր սովորություն չորացնել բանջարեղենը, Բադրջան տեսած կլինեք, որ չորացնում են, կանաչ լոբինել են չորացրել, այո, ես տեսել եմ։ Հիմա կարծես թե սովորությունը սառցախցիկների հետ քիչ-քիչ հետ է նահանջել, բայց հատուկ սմբուկ չորացրած սմբուկով աղցաններ սիրահարներ կան եւ հատուկ չորացնում են այդ սմբուկը պատրաստելու համար։ Նույնը վերաբերվում է հիմա շատ նաեւ մոդայիկ դարձավ շատ բարակ կտրտած մրգերը չիփսերի նման պատրաստել եւ ոչ թե շաքարի մեջ չիր դարձնել, դա էլ է շատ օգտակար, դա էլ կարող ենք ավելացում որպես անել, էլի նորից լավացնելու սիրտանոթային հիվանդությունների վիճակը, նաեւ զարգերակային հիպերտենզիան ավելի կառավարելի դարձնելու համար, շաքարային դիաբետ ավելի կառավարելի դարձնելու համար հստակ սննդակարգը մեզ օգնության է գալիս։